Если карта лысый. НАТО вновь подтвердил признание территориальной целостности, независимости и суверенитета Азербайджана. Об этом говорится в декларации Североатлантического альянса, подписанной главами государств и правительств, участвовавшими в заседании Североатлантического совета в Брюсселе в среду. Мы продолжаем поддерживать право всех наших партнеров сделать независимый и суверенный выбор по внешней политике и политике безопасности без внешнего давления и принуждения, говорится в документе. В декларации вновь подчеркивается приверженность поддержки территориальной целостности, независимости и суверенитета Азербайджана. Ушадыр. В этом контексте мы продолжаем поддерживать усилия по мирному урегулированию конфликтов на Южном Кавказе на основе этих принципов и норм международного права, Устава ООН и Хельсинкского заключительного акта. Мы настоятельно призываем все стороны конструктивно и с усиленной политической волей работать над мирным урегулированием конфликтов в пределах установленных рамок переговоров, отмечается в декларации. Ստորագրված փաստաթղթերի, ամրագրված մադրիդյան սկզբունքների, պահանջների հիման վրա. Շարունակենք. Конфликт между двумя южно-кавказскими странами возник в 1988 году ввиду территориальных претензий Армении к Азербайджану, Нагорный Карабах и 7 прилегающих к нему районов, 20% территории Азербайджана, ушадыр, находится под оккупацией вооруженных сил Армении. Ինչ եք ուզում արա։ Ասեք տենա։ Այս բոզի տղան ստորագրել է, հասկանում եք։ Վավերացրել է ներողություն, վավերացրել է նախկինում ստորագրված բոլոր փաստաթղթերը։ Վանեցողլիները, վազգենողլիները, որոնք պիտի որ գրագիտություն ունենան, ճիշտ է։ Առնվազն, եթե այսօր մտել են քաղաքականություն են խաղում, ապա նաև դու պիտի տիրապետես Հայաստանի սահմանադրությանը, օրենսդրությանը, պահանջներին եւ այլն։ Վիժվածքներ, եթե դու գիտակցություն չունես, մտել եք ժողովրդի մեջ, բնակչության մեջ, ազգի մեջ, հա? Այս ինչ կապիկություններ եք անում, վիժվածքներ։ Հա? Հարց եմ տալիս։ 30 տարի ֆինանսավորվել ազգային անվան ներքո պետ բյուջեն թալանվել, մեր երեխաներին տանել, ցեղասպանել, որից մեկը դրա մասին չի խոսում։ Ռաուֆը խոսում է, ասում է դա կարմիր գիծ է։ Ղարաբաղը չի կարելի ճանաչել։ Ինստրուկցիա կա, ինստրուկցիա, հասկանում եք։ Իմ ասածները չի, հեսա կդնեմ այդ տեսագրությունը կլսեք։ Նույնացնել Ղարաբաղը Հայաստանի հետ, դա այն կարմիր գիծն է, որը չի կարելի հատել։ Այն ինստրուկցիան է, ասենց որտեղ պետք է ասենց կարմիր գույնով գրածել լինի։ Մի արա։ Ուր գնում ես նորից գալիս ես Հայաստան, մեր պապերի երկիրը հզոր հաղթական, աշխարհի մեջ մի ազգի ժողովուրդ, իրար հետ մի ուժ ունի մեծ խորհուրդ։ Վերջ Թավիշին։ Հայդե մխաղ չկա, արդեն 100 օր է, Հայաստանում վարչապետը կարևոր է, ու արդեն 100 օր է, Հայաստանս լուսավոր։ Կողմ 58 Լսում եք ինչ ծափահարություններ են, լսում եք, չէ՞, ձեր խուլ քյառականջներով լսում եք, չէ՞։ Այդ դուք չեք ծափահարում, է։ Այդ ծափահարում են լֆոները, շմայսները, դոջիկները, Նաիրա Զուրաբյանները, խերժոները, լսում եք, արա, էի պորնիկներ։ Հեսա մի հատ էլ դնեմ, որ մի հատ ձեր այդ քորաշկերով էլի նայեք։ Մի րոպե։ Հեսա մի րոպե։ Քրարկության է դրվում Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրելու մասին հարցը։
Նիկոլ Փաշինյանի ուշադիր լսեք, ես ոչ չեմ ստեղծագործում։ Նախագահի վարչապետի պաշտոնում ընտրելու հարցը։ Դուք եք ընտրել։ Եթե դուք եք ընտրել, ինչի է եկել մտել ազգային նախորդ, նշանակվում է սպորնիկների կողմից։ Դες կոնկրետ փաստեր եմ խոսում, փաստեր եմ դες ներկայացնում։ Լսում եք է։ Շարունակեմ նայեք, ովքեր են ընտրել, դոձիկը ոչ է, իբր թե սխմել, հա, ասին այ պիդր, կոճակը սխմի, դու պարտավորություն ես ստանձնել պիդր, ծառայելու խերժոյի